Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչ եք վաճառում։ Առնում եմ, չեմ վաճառում։ Երկու ոտս շարտած։ Ինչ անեմ, սենց ապրել կլնի քուրս։ Էսի մեր երկրի ղեկավարի արածնա։ Առաջ 90 թվերին ավելի լավ եմ ապրել, քան թե հիմա։ Բա հիմա ասում եք կյանքը քաղաքացիների համար բարելավել է, հիմա ավելի լավ են ապրում։ Ով։ Նիկոլ Փաշինյանն է հայտարարում, ասում է մեր քաղաքացիները հիմա ավելի լավ են ապրում։ Մի որ իրան անպատվեն, պետք է ասեց անպատվեց։ Չեմ անպատվի, բայց դու ինքը իմ վիճակը նայի, շաքարով հիվանդ 3 հատ ինսուլտ տարած, ոտերս էլ նկարի թող տենան։ Գյուղացի եմ, ահա աղբերս։ Տար տելևիզորով էլ ցույց տուր, որ ասա, էդի գյուղացիքի վիճակն է։ Էսի ապրել չէ, էսի բոշություն է։ Մենք բոշա ենք, չարչի ենք դարել։ 90-ից մինչև 2000 թիվ լավ եմ ապրել, բայց հիմա չեմ կարող ապրեմ, տունս պահեմ։ Հազարա դիվանդություն կա։ Էդի մեր երկրի ղեկավարի արածն է։ Շատ ցածր կոպեկներով, որ այսօր սկի չեն էլ կարում ռեալիզացնեն, ամենացավոտ տեղն է դա։ Ժողովուրդը գումար չի։ Խեղճ ու կրակ գյուղացին, որ 50-100 դրամով վաճառում է, հետո իր հողի ծախսերը հանած իրան ոչինչ չի մնում։ Հետո նորից վարքերի տակ կանգնում, նորից սենց ու շատերն էլ արտագաղթ գնում են, դուրս են գալի երկրից, որտեվ չեն կարա ապրեն ստեղ։ Առաջի դասարանցում չեն կարա պահեն դպրոցում, այ դրա համար։ Իսկ հիմա որ Թուրքիայի սահմանը ուզում են բացել, ինչպես է անդրադառնալու ձեր Անդրադառնալու է շատ վատ, որովհետև դրսի պարսկական ձմերուկը 400 դրամ է, բայց մեր տեղականը շուտով 50 դրամ էլ ժողովուրդը չի կարանալու, առնի գոնե ուտի, համը տենը։ Այդ հենց այդ դրանով էլ անդրադառնում ենք, որ վատ է լինելու։ Գյուղացիներին վերաբերող հարցը շատ ծանր է։ Թուրքը մեզի դուշման է եղել։ Այսօր կացե թուրքի պոչտաբռներ։ Մենք Ռուսաստանով ապրեցինք, կյանք տեսանք, ռուսին լարեց, բերեց բան արեց, թուրքին բռնեց։ Տաշիր Սամոյի նման ոչ մի տղա չկա Հայաստան աշխարհ մանարի, բայց այսօր բերել քոզելա բերտում։ Նպատակը ո՞րն է այս ամենի։ Չգիտեմ, իրան գիտեն, մեր ղեկավար անձինք։ Նստել են ընդեղ ղեկավարում են։ Որ ժողովրդի համար լավ լինի, բայց դեպի վատն է գնում։ Մենք լավատես ենք, ուզում ենք մնանք, երկրում ապրեն, ծաղկեն, մեր փոքրները, սերունդները մի լավ բան տենան, բայց թանկացումը մի կողմ, հարկ ու տուրքը մյուս կողմ։ Չգիտեմ, արագաչափերը մյուս կողմ, չգիտես ինչ են ուզում այս խեղճ ու կրակ ժողովրդից, որ ոչ նորմալ աշխատավարձ կա, երկու ինստիտուտ ավարտը գնում է 60,000 դրամով աշխատում է, այս սրան մասին է խոսքը։ Ստից բուհերու կորպուսներ են ավելացնում, դասախոս են կրճատում, ավելացնում, չգիտես ինչ ստից օրենքներ են մծրել, բայց այսօրվա դրությամբ ոչ մի բան իրար չի համապատասխանում, ոչ մի բան։ Ավարտել ենք մենք լրիսել դիպլոմներ ունենք, այսօր գալիս ենք չարչիության հետև ենք ընկել։ Ավարտենք շատ գզարում, բժշկական ավարտած ենք։ Ինքը Երևանի աղջիկա Զեյթունի, ես էլ օկտեմբերյան տղա եմ, բայց այսօր այս վիճակն է մեր։ Նիկոլ Փաշինյանը եւ իր կինը, հա, այսպես ասած, Աննա Հակոբյանը կրթվելը նորաձև է, շրջանակներում դասընթացներ են անցկացնում եւ հրավիրում են քաղաքացիներին, ասում են եկեք մասնակցեք, կրթվեք։ Սիրելիս, 60 տարեկանում էլ ինչ գնանք նոր կրթվենք։ Հունվարի 15-ին կլնեմ 60 տարեկան, քուրս, էլ ինչին է պետք է տամ իր հետ ես նստեմ։ Եթե ինքը չի կարում այս տունը ղեկավարի։ Այս տունը ինքը չի կարում ղեկավարի։ Խոստումներ են տալի, վերջում ոչ մի բան։ Գյուղացիներին ընդամենը բուլյոն է հասնում, կոպիտ ասած։ Ալաշկերտ գյուղը մի հատ նկարի տար իրան ցույց տուր։ Հոկտեմբերյանի Ալաշկերտ գյուղը նկարի տար իրան ցույց տուր։ Իր խոստումներից ո՞րն է կատարել նա։ Ոչ մի բան չի կատարել։ Այդ կարկտակայանները ոչ մի բանով էլ չեն արդարացնում։ Ոչ մի բանով։ Իմ գյուղացու հետ ես աղոր կռվի մեջ եմ, որ ջուրտան հողը չրենք։ Ջուր չկա։ Հա? Ջրի խնդիրել ունեք։ Շատ։ Բոլորի հետ կռվում ենք, բայց ումը, էտա իմ հորողբոր տղուն, հորկուրիս տղուն, քերու տղուն զարգեմ սպանեմ, որ բերեմ հող չրեմ։ Ջանդը մինալնի։ Առու ծաղկենեմ, օրվա 10,000 կաշխատեմ, տանեմ տունս կպահեմ։ Բայց իր ընտրություն որ եղավ, իրան ամբողջ գյուղու ռայոն չեմ թողի իրան ընտրեն։ Քֆուր եմ տնելու, որ իրան չընտրեն։ Պարզ ասում եմ, չեմ վախենում։ Ոչ մեկից չեմ վախենում։